Աշխարհով մեկ խայտարակված նսեմացված ժողովրդին քաղաքացու օրներ պակաս։ Զայրանում են առավոտյան Facebook-ում Փաշինյանի ոգեշունչ ստատուսը կարդացած մարդիկ։ Ինչ քաղաքացու, սրիկան մի ամբողջ հանրապետություն տվեց Թուրքին նվեր, ժողովրդին հասցրել է այն ամենավերջի ծայրահեղ նսեմացման, ամբողջ աշխարհով խայտարական, ինչ քաղաքացու։ Եթե մարդը ծնվել ամեն օր իր օրն է, այդ որ տոնական օրեր լինում, այդ առանձին քաղաքացու օրը ո՞րն է։ Ցնդաբանություն է։ Երևանի փողոցներում ցնդաբանություն են համարում իբրև տոն հռչակված քաղաքացու օրն ու Փաշինյանի ճոխ շտորհավորանքը։ Բոլոր ասածները պետք է շուռ տալ Հարություն Աշճանով եւ կստանանք մեր երկրի իրական պատկերը բոլոր ոլորտներում։ Քաղաքացին էլ ամենանվաստացված, ամենաունեզրկված վիճակում է այսօր, քան թե 7 տարի առաջ։ Նա 7 տարվա ընթացքում ստից բացի ոչ մի բան չի ասել։ Եվ նրա ասածները ես բոլորովին չեմ ընդունում։ Կուզեի համոզվեի, որ այդ ամենը իրականություն է, բայց ցավոք սրտի չեմ հավատում։ Եվ չեմ վստահում։ Ինքը ոչ մի ճիշտ բան չի ասում։ Իր ասած ամբողջը սուտ է։ Ակնհայտ տեսնում ենք իհարկե այդ ամեն ինչը։ Իրեք անգամ փոխում է իրան խոսքերքը։ Հիմա կեսօրին էսա հիմա ուրիշ բան կասե, իրիկուն էլ ուրիշ բան կասե, դեռ չենք իմանում որն է իսկական։ Քաղաքացիները տող անդրադառնում են գրառմանը, հիշեցնում են վարչապետին, որ իր խոսքերը իրականությունից դուրս են, կեղծ ու հորինված։ 18 թվականից հետո 20 թվականին ամենավատ պատերազմն ենք տեսել, հետո 23 թվականին ավելի վատն ենք տեսել, ինչպես են երեխաները սպանում, թուրքերը, տեսել ենք այն ոնց են անում, ինչ են անում, ինչքան են կրակոցներ հարվածում քաղաքների վրա, գյուղանքների վրա։ Ինչ արել ու ինչ ասել։ Հայամին լավ բան չկա ասել։ Ինքը ընդամենը կեղծ սուտ ասող խոսքից հրաժարվող մարդ է։ Նա ասավ ու ամբողջ ազգին տարավ կոտորավ։ Իշխանությունը իմար գոյություն չունի։ Որ գոյություն ուներ այսօր չէի ասել։ Տնտեսական աճի բարձր թվերն են բարկացնում այս մարդուն, եթե աճել է, ինչու ինքը չի զգում, ինչու չի բարձրանում իր թոշակը։ Ես իմ ինչքան բանգը լսրել ես, ում մարս լսրել, որ այսօր կանել եմ ստեղ։ Քաղաքացիներին ամենաշատը վրդովվեցրել է Փաշինյանի գրառման այն տողը, թե իբրև իր իշխանությունը չի խոչընդոտում քաղաքացիների հավաքներին։ Իր գրառման մեջ մի քանի անգամ կրկնել է նաև ոչ բռնի Թավշյա հեղափոխություն արտահայտությունը, կարդացել են ու հունից դուրս են եկել մարդիկ։ Որ պետք է գար ժողովրդի գլխին ղեկավար, ժողովրդի համար ղեկավար չեկավ, Փաշինյանը ժողովրդի համար չարիք եկավ։ Լավ են հիշում, թե ինչպես էր ոստիկանությունը անցած տարվա հունիսի 12-ին Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային Զարյա տեսակի նռնակներ կիրառում։ Չեն մոռանում նաև 2018-ի ապրիլի 14-ին վարչապետի ապօրինի մուտքը Հայաստանի հանրային ռադիոյի շենք։ Հիշում են, բարկանում ու չեն էլ ուզում անգամ անունը լսել։ Փաշինյանի հերնել անիծը ցավը տոնեմ անցեք առաջի։ Ես չեմ ուզում ոչ մեկնաբանեմ, ոչ էլ լսեմ իր անունը, ես չգիտեմ։ Ասում կործանվում ենք ու վերջ։ Դեպի լավի չենք եթում։ Սա հոգսով քայլում ես, բայց ուղիղդ ուրիշ տեղ է։ Ուրախ չես։ Տխուր ման ես գալու։ Չգիտեմ։ Արդեն 7 տարի չգիտեն ուրախությունն ինչ բան է, ասում են քաղաքացիներից շատերը։ Սահմանային խախտումների Արցախը թշնամուն հանձնելու ֆոնին որևէ լավ բանի էլ չեն սպասում։ Գնալով ոնց որ վատանում է, լավանալու խոս չկա։ Ինքը պետություն տանում է լուծ արման, որպես ինքը փրկվի։ Ինքը գենետիկ թուրք է, իր ամբողջ խմբակով։ Բայց ամեն դեպքում պետք է լավատես լինել, Հայլուրի հարցախույզին մասնակցած քաղաքացիներից ոմանք հենց այդպես էլ անում են։ Փոխադարձ շնորհավորում են երկրի ղեկավարին օրվա առթիվ ու իրենց աջակցությունը հայտնում։ Ես սիրով եմ լցված մեր վարչապետին եւ իմ ակնկալիքները, սպասվելիքները արդարանում են, մի փոքր ժամանակի հարց է։ Ամեն ինչ նորմալ է, ինչ է եղել։ Զենք առել է, մենք ապահովենք։ Անում է, ամեն ինչ անում է, որ ժողովրդի համար լավ է։ Ես ոչ այն կողմն եմ բանացում, ոչ էլ միացում է պետք։ Իսկ համախմբում անպայման պետք է։ Դու ես գլուխդ պատի տալիս։ Եթե վարչապետն ասում է, ուրեմն ճիշտ է ասում։ Վարչապետը ազնիվ տղա է, մաքուր տղա է,
Թող բոլոր իշխանավորները վարչապետի նման ազնիվ լինեն։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։